տեղեկատվություն ստանալու էվոլյուցիան։ Եկեք միասին մի փոքր հետ գնանք ժամանակով ու տեսնենք ինչպես է փոխվել մարդկանց կողմից տեղեկատվություն ստանալու ձևերը։ Սկզբում մարդիկ հիմնականում կարդում էին թերթեր եւ ամսագրեր։ Տպագիր մամուլը միակ աղբյուրն էր, որտեղից մարդը կարող էր իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհում։ Դա ստիպում էր կենտրոնանալ ու նաեւ խորամիտ լինել, վերլուծել տվյալ նյութի մանրամասները։ Բայց հետո եկավ հեռուստատեսությունը ու հետաքրքիր ձայներով, հաղորդավարներով մարդիկ սկսեցին լսել ոչ թե այն, ինչ կարևոր էր, այլ այն, ինչ գրավիչ էր։ Լուրերն սկսեցին մրցել ռեյտինգների համար, փաստերի փոխարեն ավելի շատ մատուցելով սենսացիա, սակայն անգամ հեռուստատեսությունը շատերի համար դեռ երկար էր։ Մարդիկ հարմարվեցին պատրաստի տեղեկատվությանը եւ եկավ ինտերնետային հեղափոխությունը։ Երբ ի հետ եկավ YouTube-ը, աշխարհը շուռ եկավ։ Այստեղ մարդիկ կարող էին դիտել ինչ ուզում են, երբ ուզում են, ինչպես ուզում են։ Մարդիկ սկսեցին դիտել վերլուծական նյութեր, երկար հարցազրույցներ եւ փաստավավերագրական ֆիլմեր։ Դրա շնորհիվ ձևավորվեց մի սերունդ, որը սկսեց ստանալ մեծ թվով տեղեկատվություն եւ սկսեց խորանալ փաստերի մեջ, զարգացնելով մտածողության բարձր մակարդակ։ Բայց այս ամենը երկար չտևեց։ TikTok-ը մտավ շուկա իր մեգա կարճ վիդեոներով ու գրավեց շուկան։